Գյուղատնտեսական 2026-ի մեկնարկը անձրևի ցրտի պատճառով այս տարի փոքրինչ հապաղեց, համալրված ուժերով ու ավելի մեծ ջանքով են ֆերմերները փորձում հետ ընկած գործը հասցնել։ Երիտասարդ օդաչուն արձակուրդ վերցրել հայրենի Նորաշեն է եկել միացել ընտանեկան գործին։ Ժամանակավորապես թողել ենք ինքնաթիռի շտուրվալը, այդպես ասած, ու հիմա տրակտորի ղեկը բռնած, մեր գյուղի գործը նմանում մեծ սիրով։ Խաղողի այգիներում էտն ավարտել, հիմա մովերն են տուկանում, այգեգործության մեջ անհրաժեշտ տեխնիկան ունեն, գործն արագ առաջ է գնում։ Այսօր ինչ անում է տեխնիկան անում, պետք է գործիքը լավ լինի։ Մենք այսօր այս տեխնիկան ամենավերջի տեխնիկաներն են, նորեն։ Մոտ 10 տարի առաջ են գյուղում հողեր գնել, այգիներ հիմնել, մինչև այդ երկար տարիներ Ռուսաստանում են ապրել, երբ գործը հասել էր տրակտորին, խնդրի առաջ էին կանգնել։ Զանգում ենք տրակտորին, ասում էր այսօր չեմ կարա, վաղ կարամ, վաղն էլ գալիս էր հնամաշ, գալիս էր արտի մեջ փչանում էր։ Հողի գործը սպասել չի սիրում, որոշեց սեփական միջոցներով մի տրակտոր գնել, դա 2016-ին էր խորհրդային վաղեմության հների կողքին գյուղում առաջին թարմ տեխնիկան հայտնվեց։ Իսկ երբ մեկնարկեց գյուղտեխնիկայի լիզինգի ծրագիրը, Եղիշեն առաջիններից էր, որ դիմեց եւ քայլ-քայլ ավտոպարկը համալրեց, հիմա ունեն ինչ անհրաժեշտ է։ Մենակ անցյալ տարի վեկալել ենք 260 միլիոն դրամի տեխնիկա։ Ոսոր պետությանը եղբայրը պարկով փող տա եւ կարողանաս կազմակերպել քո բիզնեսը։ Արդեն քանի տարի է եւ իրենց 15 հեկտար այգիների գործն են հեշտությամբ կազմակերպում եւ գյուղից դուրս հարյուրավոր ֆերմերների հետ գործակցում։ 7 գյուղ հիմնականում սպասարկում ենք, ժամանակ լինելու դեպքում հասնում ենք դաժե միջով Էշմիածին կամ Արարատ։ Նոր գյուղտեխնիկայի օգնությամբ գյուղաշխատանքն ավելի դյուրին է, ավելի արդյունավետ, արտադրողականությունն է ավելանում, բերքահավաքի կորուստներն են նվազում, այս ու նաև այն պատճառով, որ Հայաստանում գյուղտեխնիկայի պարկն արդեն վաղուց հնամաշ էր ու համալրման կարիք կար, գյուղտեխնիկայի լիզինգի ծրագիրը դարձավ ամենապահանջվածներից մեկը գյուղոլորտում։ Արդեն իսկ ծրագրի մեկնարկից մինչ օրս ձեռք է բերվել 5483 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, լիզինգի պորտֆելի գումարը կազմում է 23.9 միլիարդ դրամ եւ կառավարությունն այս ընթացքում սուբսիդավորել է 4.6 միլիարդ դրամը։ Կառավարության աջակցությամբ գյուղտեխնիկան սահմանամերձերում հասանելի է անտոկոս լիզինգով, իսկ ընդհանուր 2% տոկոսադրույքով սահմանված է 20% կանխավճար։ Պետական աջակցության մեկ այլ հնարավորություն արդեն ագրոպարենային ոլորտի սարքավորումներ շահեկան պայմաններով ձեռք բերելու համար։ Մշակության փուլի հաջող ելքից հետո կարևոր է, որ վերամշակման գործընթացները պատշաճ կազմակերպվեն, ընկերությունները հնարավորություն ունենան իրենց արտադրություններն արդիականացնել, վերազինել։ Փրոշյանի կոնյակի գործարանը միայն այս տարվա առաջին եռամսյակում լիզինգով 750 միլիոն դրամի նոր գույք է ձեռք բերել։ Անցած տարի մոտ 30,000 տոննա մթերելուց հետո արդեն պահամանների ծավալի խնդիր ունեինք։ Մեծ դժվարությամբ էինք արդեն տեղավորում։ Պահամանների ավելացման շնորհիվ այս տարի կարող ենք 30% մինչև ավել բերք մթերել։ Ընկերությունն ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգից օգտվում է ծրագրի մեկնարկից սկսած։ Նախկինում, երբ սեփական միջոցներով էին գույքը թարմաստում, միանգամից մեծ ներդրումներ անելը դժվար էր։ Ծրագիրը հնարավորություն ընձեռեց վերազինման պլանները մի քանի տարով առաջ գցել, նոր պայմանները տարեկան միջինում 20% արտադրողականության դինամիկ աճ են ապահովում։ Նաև որակական ստանդարտներն են փոխվում, ինչն ուղղակիորեն ազդում է արտահանման թվերի վրա։ Անցած տարվա ցուցանիշներով ընկերությունը 17 միլիարդ դրամի արտահանում է իրականացել աշխարհի բոլոր երկրներում։ Արտահանումը ընկերության ընդհանուր շրջանառության 70%-ն է կազմում։ Ընկերության լիզինգի պորտֆելն արդեն մոտենում է սահմանված մաքսիմումին, մոտ 1 միլիարդ 800 միլիոն դրամի գույք են ձեռք բերել, իսկ ընդհանուր 3600-ից ավելի միավոր սարքավորումներ են տնտեսվարողներն այս տարիներին վերցրել լիզինգով 55.1 միլիարդ դրամ արժողությամբ։ Կառավարությունը սուբսիդավորել է 14.4 միլիարդ դրամը եւ սպասում է նոր հայտերի։ Կառավարությունը փոխհատուցում է տրամադրվող լիզինգի 10%-ային կետը, անհրաժեշտ է 20% կանխավճար, սահմանված է 5-ից 7 տարի մարման ժամկետ։ Առավելագույն շեմը 2 միլիարդ դրամ կարող է ներգրավել այս ծրագրի շրջանակներում։ Որպեսզի վերամշակողներն անհրաժեշտ բերքի մթերման գործընթացը հնարավորինս հեշտ կազմակերպեն ու ֆերմերների բիզնեսի միջև խնդիրներ չծագեն, պետությունը սուբսիդավորվող տոկոսագումարներով վարկերի հնարավորություն է տալիս, ստանձնելով 9% տոկոսադրույքի փոխհատուցումը։ Անցած տարի 3 միլիարդ դրամի վարկ ենք ներգրավել խաղողի մթերման համար, որը շատ շահեկան էր ընկերության համար եւ հնարավորություն էր տալիս առանց պարտքու պահանջի վճարել գյուղացիների վճարումները։ Ծրագիրը ներառում է ոչ միայն խաղողի, պտղի, բանջարեղենի վերամշակման ոլորտը, կաթ վերամշակողներն էլ կարող են հնարավորությունից օգտվել։ Արդեն 83700 բերքի գնման պայմանագիր է կնքվել, ընդհանուր առմամբ 141 միլիարդ դրամ ներգրավում է
տեղի ունեցել եւ դա այն գումարն է, որ վերամշակող կազմակերպությունները վճարել են ֆերմերներին։ Որպեսզի հնարավոր լինի մթերման ծավալները չսահմանափակել, կառավարությունը ծրագրով մեկ կարևոր հանձնառություն է ստանձնել։ Եթե գրավի պայմանները չեն բավարարում, ապա ելնելով այն հանգամանքից, թե նախորդ տարի տվյալ կազմակերպությունը ինչքան արտահանում է ունեցել, այդ համադրումից կառավարությունը պատրաստակամություն է նաև հայտնում տրամադրել 50% պետական երաշխիք։ Արտահանման շուկաների դիվերսիֆիկացումն ավելի մեծամասշտաբ ու որակով ավելի մրցունակ գյուղմթերք արտադրելու պահանջ է դնում ինտենսիվ այգիների հիմնման աջակցության ծրագիրը եւ այս խնդիրն է լուծում եւ հնարավորություն տալիս ավելի արդյունավետ տնտեսությունը կառավարել, ջրախնայող համակարգեր կիրառել, բարձր բերքատվությամբ ծառեր մշակել, նաեւ պաշտպանվել բնության ռիսկերից հակակարկտային ծածկի տակ հեկտարներն առնելով։ 0.5 հեկտար նվազագույն սահմանաչափով, եթե ֆերմերը ցանկանում է այգի հիմնել, նա կարող է դառնալ այս ծրագրի շահառու։ Կառավարությունը սուբսիդավորում է ներգրաված վարկի 7%-ային կետը, սահմանված է 5 տարի արտոնյալ ժամկետ եւ ընդհանուր վարկի ժամկետը 8 տարի է։ Ծրագրի մեկ այլ բաղադրիչով այն ֆերմերները, որոնք ցանկանում են նաեւ ջրախնայող տեխնոլոգիաների կիրառմամբ ջրավազաններ կառուցել, աջակցության երկու հնարավորությունից օգտվելու ընտրություն ունեն։ Վարկը հասանելի կլինի կամ 2%-ով կամ 0%-ով։ Իսկ եթե դուք ունեք գումար եւ դուք եք այդ գումարը ծախսում, ապա կառավարությունը ձեր ծախսերի 50-ից 60%-ը ձեզ կփոխհատուցի։ Ծրագրի մեկնարկից 2025-ի ամփոփ տվյալներով հիմնվել է 4635 հեկտար ինտենսիվ այգի։ Կնքված պայմանագրերի հանրագումարով մինչև 2026-ի առաջին կիսամյակ այգիների ընդհանուր ծածկույթը կընդլայնվի եւս 900 հեկտարով։ Բնակլիմայական պայմաններով արևային օրերի քանակով Հայաստանը բարենպաստ է նաև ջերմատնային տնտեսություններ հիմնելու համար։ Շահութաբեր գործին, որպեսզի ավելի մեծ թվով մարդիկ միանան, ներդրումներ անեն ու մեծ մակերեսի վրա ջերմատներ հիմնեն, կառավարությունն իր աջակցությունն է առաջարկում։ Ինքնուրույն եւ մասնավոր իրավիճակում շատ դժվար է իրականացնել նման գիգանտ պրոյեկտներ։ Ամեն մի նոր պրոյեկտը բնականաբար ենթադրում է պետական աջակցության ծրագրեր, դա կլինի արտոնությունների տեսքով, թե լիզինգային ծրագրերի տեսքով, նման խթան ունեցել ենք։ Ջերմատների զարգացման ծրագրին միանալու համար նախապայման է, որ մակերեսը լինի 1 հեկտար եւ ավելի։ Մեկ շահառուն կարող է ներգրավել մինչև 15 միլիարդ դրամ ընդհանուր արժողությամբ վար եւ կառավարությունը ըստ վարկի չափաբաժինների կսուբսիդավորի 8 7 կամ 6%-ը սահմանված է արտոնություն երիտասարդների եւ 63-ից բարձր տարիքի անձանց համար 1% ավել։ Պետական տարբեր ծրագրերով հիմնվել են արդեն 85 հեկտար ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ջերմատներ, եւս 65 հեկտար հիմնման փուլում է։ Կանաչերը արդեն։ Թալինցի ֆերմերը մոտ 15 հեկտար հող ունի, 10-ի վրա գանանագարի է ցանում, 5 հեկտարը թողնում աշտանացան ցորենին, արդեն քանի տարի է բացառապես էլիտար հավաստագրված սերմերով է ցանքս իրականացնում։ Հին սերմերը, որ մշակում ենք, բերքը շատ չի լինում, էլի, ասենք 2 տոն, 2 տոն ու կես, էլիտար սերմերը մշակում ենք մոտ 3-3.5 տոննա ստանում ենք, էլի, հեկտարից։ Որ հողերն անմշակ ու պարապ չմնան, ավելի շատ հեկտարներ մշակվեն ու բերքն շատ լինի ու որակով, կառավարությունը բուսաբուծության աջակցության ծրագրով հնարավորություն է տալիս, որ ֆերմերներն իրենց գարնան աշտանցանքն ավելի մատչելի իրականացնեն։ 1 հեկտարի մշակության համար, եթե հավաստագրված սերմերով է, պետությունը ծախսի փոխհատուցում է տալիս 70-ից մինչև 110,000 դրամ, կախված մշակաբույսից։ 2025 թվականին իրականացվել է շուրջ 24000 հեկտար հացահատիկային, հատիկընդեղային եւ կերային մշակաբույսերի ցանք, որը շուրջ 4700 հեկտարով ավել է, քան 2024 թվականին էր իրականացվել։ Ծրագիրը շարունակվում է, գյուղատնտեսները կարող են դիմել համայնքային կենտրոններ, դառնալ շահառու, ակտիվ փուլում է հիմա նաև գյուղապահովագրության պայմանագրերի վաճառքը, որը հնարավորություն է տալիս ապահովագրել 13 տեսակի մշակաբույս 4 բնական ռիսկից։ Կառավարությունը փոխհատուցում է ապահովագրավճարի 40-ից 60%-ը։